Եվ մի հիվանդ կար, անունը Ղազարոս, Բեթանիայիցը, Մարիամի եւ նրա քույր Մարթայի գյուղիցը։ Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը յուղով ուծեց եւ նրա ոտները սրբեց իր մազերովը, որի եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Եվ նրա քույրերն ուղարկեցին նրա մոտ եւ ասեցին. «Տեր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է»։ Հիսուսն էլ երբ որ լսեց, ասեց. «Այն հիվանդությունը մեռնելու համար չէ, այլ Աստծո փառքի համար, որ Աստծո որդին նրանով փառավորվի»։ Եվ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը եւ Ղազարոսին։ Եվ երբ որ լսեց, թե նա հիվանդ է, այն ժամանակ 2 օր մնաց այն տեղը, ուր որ էր։ Ապա նրանից հետո ասեց աշակերտներին. «Եկեք դարձյալ գնանք Հրեաստան»։ Աշակերտներն ասեցին նրան. «Ռաբբի, հիմա հրեաներն ուզում էին քեզ քարկոծել եւ դարձյալ այնտեղ ես գնում»։ Հիսուսը պատասխանեց. «Չէ՞ որ օրը 12 ժամ ունի, եթե մեկը ցերեկը ման գա, չի սահիլ, որովհետեւ այս աշխարհի լույսը տեսնում է, իսկ եթե մեկը գիշերը ման գա, կսահի, որովհետեւ լույս չկա նրանում»։ Այս ասեց եւ սրանից հետո ասեց նրանց. «Մեր Ղազարոս բարեկամը քնեց, բայց կգնամ, որ զարթնեցնեմ նրան»։ Եվ նրա աշակերտներն ասեցին նրան. «Տեր, թե որ քնել է, կառողջանա»։ Բայց Հիսուսը նրա մահվան համար էր ասել։ Նրանք էլ կարծում էին, թե քուն քնելու համար էր ասում։ Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց նրանց. «Ղազարոսը մեռավ։ Եվ ես ուրախ եմ ձեզ համար, որ ես այնտեղ չէի, որ դուք հավատաք ինձ, բայց գնանք նրա մոտ»։ Եվ ասեց Թովմասը, երկվորյակ կոչվածը, աշակերտակիցներին. «Մենք էլ գնանք նրա հետ մեռնենք»։ Հիսուսն էլ եկավ, նրան արդեն 4 օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Եվ Բեթանիան մոտ էր Երուսաղեմին 15 ասպարեզի չափով։ Եվ հրեաներից շատերը եկել էին Մարթայի եւ Մարիամի մոտ, որ մխիթարեն նրանց իրանց եղբոր մասին։ Արդ երբ որ Մարթան լսեց, թե Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, բայց Մարիամը տանը նստած էր։ Եվ Մարթան ասաց Հիսուսին. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնել, բայց հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ»։ Հիսուսը նրան ասեց. «Քո եղբայրը հարություն կառնե»։ Մարթան նրան ասեց. «Գիտեմ, որ հարություն կառնե հարությունումը ետին օրը»։ Հիսուսը նրան ասեց. «Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ, կապրի։ Եվ ամեն ով որ կենդանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնիլ։ Հավատում ես սրան»։ Նրան ասեց. «Այո, Տեր, ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսն, Աստծո որդին, որ պետք է աշխարհ կգայիր»։ Եվ երբ որ այս ասեց, գնաց թաքուն կանչեց իր Մարիամ քրոջը եւ ասեց. «Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ»։ Նա երբ որ լսեց, շուտով վեր կացավ եւ եկավ նրա մոտ։ Հիսուսը դեռ չէր եկել գյուղը, այլ այնտեղն էր, ուր որ Մարթան եկավ նրա առաջը։ Բայց հրեաները, որ տանը նրա հետ էին եւ նրան մխիթարում էին, երբ որ Մարիամին տեսան, թե շուտով վեր կացավ եւ գնաց, նրա ետևից գնացին, ասելով, թե գերեզմանն է գնում, որ այնտեղ լա։ Բայց երբ որ Մարիամ այնտեղ եկավ, ուր Հիսուսն էր եւ տեսավ նրան, նրա ոտներն ընկավ եւ ասեց նրան. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնիլ»։ Հիսուսն էլ երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրեաներն էլ որ լաց էին լինում, իր հոգովը խռովեց եւ հուզվեց եւ ասեց. «Ուր դրիք նրան»։ Նրան ասեցին. «Տեր, եկ եւ տես»։ Հիսուսը արտասվեց։ Հրեաներն ասում էին. «Տես ինչպես էր սիրում նրան»։ Նրանցից էլ ոմանք ասում էին. «Միթե սա է, որ կույրի աչքերը բացավ, չէր կարող անել, որ սա էլ չմեռներ»։ Եվ Հիսուսը դարձյալ խռոված եկավ գերեզմանը, եւ այն մի քարայր էր, եւ մի քարտ նրա վրա դրված։ Հիսուսը ասեց. «Այդ քարը վեր առեք»։ Մեռելի քույրը Մարթան ասեց նրան. «Տեր, արդեն հոտած է, որովհետեւ 4 օրվա է»։ Հիսուսը նրան ասեց. «Չասեցի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»։ Եվ քարը վեր առան, ուր որ մեռելը դրված էր։ Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. «Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար ասեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ»։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. «Ղազարոս, դուրս եկ»։ Եվ մեռելը դուրս եկավ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրանց ասեց. «Արձակեցեք դրան եւ թողեք գնա»։ Եվ հրեաներից շատերը, որ Մարիամի մոտ էին եկել եւ տեսան, ինչ որ արավ Հիսուսը, հավատացին նրան։